Հրապարակ թերթը գրում է հուլիսի 18-ից հեծի ժամանակավոր կառավարիչ նշանակված ԿՊԱ-կան Ռոմանոս Պետրոսյանը մեր տեղեկություններով մոտ 5,2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրվել է հեծի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի ուսերին։ Համեմատության համար հիշենք, որ պետական վերահսկողական ծառայության ՊՎԾ պետի պաշտոնում Ռոմանոսը ստանում էր 790,000 դրամ աշխատավարձ։ Հեծ մտնելուց առաջ նա հայտարարեց, թե հանուն Հայաստանի Հանրապետության է գնում հեծ իբր այն առողջացնելու։ Իրականում ամեն օր ավելի ենք համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես հեծը իր սեփականատիրոջից խլելու մտադրություն ուներ, իսկ Ռոմանոս Պետրոսյանն էլ թվանոց աշխատավարձ ստանալու ցանկություն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ Ժողովուրդ օրաթերթը ներկայացնում է արտախորհրդարանական ուժերի գործունեությունը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որ արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ազգային ժողովի ընտրություններին, հիմա արդեն վստահ չէ, որ քաղաքական իրադարձությունները թույլ կտան հասնելու 2026 թվականին։ Կա մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա։ Սա է պատճառը, որ մեր թիմը շատ արագ տեմպերով աշխատում է բոլոր այն ծրագրերի վրա, որոնք պետք է ներկայացնենք հանրությանը։ Հիմնական նպատակը կառավարման մոդելի փոփոխության մասին է, այս դեպքում այլևս որևէ անձ կամ թիմ չի կարողանալու զավթել իշխանությունը, ասաց Նինա Կարապետյանցը։ Նա նաև նշում է, որ նպատակ ունեն ստեղծելու մի համակարգ, որտեղ փորձ, գիտելիք, որոնք չեն ուզում կուսակցական դառնալ, կկարողանան այդ սկզբունքները պահելով տարբեր պաշտոններ զբաղեցնել եւ իրենց փորձը փոխանցել ավելի երիտասարդ մասնագետների։ Հրապարակ թերթը գրում է, որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ԿՊԱ-կանները լարված ու նյարդային են դառնում մանավանդ վարչության անդամի թեկնածուները։ Մեզ ասացին, որ հատկապես անհանգիստ են առանցքային կուսակցականները, որոնց Փաշինյանը կարելի ասել չի ցանկանում տեսնել նոր վարչությունում։ Նա հակված է երիտասարդ ու հնազանդ կադրերով փոխարինել կուսակցության վետերաններին։ Ասում են, որ առաջին շարքերում են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն ԿՊ-ում վստահ են, որ նրանք ընտրվելու են, ուստի Փաշինյանի մունետիկները ակտիվ քարոզչական աշխատանք են տանում, որ նրանք գոնե հնարավորինս քիչ ձայն ստանան։ Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է 2026 թվականի մայիսին, դեռևս հուլիսի 15-ին գլխավոր դատախազությունը կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Սրանից շաբաթներ անց օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության կառավարության փաստաբան Ռոման Երիսյանը հայցադիմում էր ներկայացրել Երևանի քաղաքի Առաջինատյանի դատարանին։ Առաջինատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության, մասնավորապես պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցչության շենքը նվիրատվության պայմանագրով օտարելու վերաբերյալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ըստ իշխանական աղբյուրներից, Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների կաթողիկոսի հեռացման հարցում նահանջ չի լինելու։ Առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները կաթողիկոսի հեռացման վերաբերյալ։ Կավարտի Աստվածաշունչ կարդացածներով ձևավորելիք խորհրդի աշխատանքները եւ արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։ Ի դեպս Ժողովուրդ օրաթերթի ԿՊԱ-կան աղբյուրների Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ դիրքորոշում ունի Տեր Արամ Քահանա Ասատրյանի հալածանքի առնչությամբ ու պատրաստ է նրան ամեն կերպ կաթողիկոսի գահին հասցնելու։ Տեր Արամին ողջ իշխանական թևը հալածյալ է համարում նախկինների կողմից ու նրան ամեն կերպ փայփայում են առաջիկայում գործընթացներում ներառելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է, երբ Արթուր Նահապետյանն այս տարվա մարտին նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, լուրեր տարածվեցին, որ այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցած տեխնացուներից մեկը ՀԿԿ քննիչ Արտաշ Էսմայելյանը պատրաստվում է ազատվել աշխատանքից, քանի որ նոր նախագահը չի ցանկանում աշխատել։ Կոմիտեից այդ ժամանակ հերքեցին լուրերը հայտարարելով, թե Մայելյանը շարունակում է աշխատել։ Երեք տեղեկացանք, որ մոտ 2 ամիս առաջ Մայելյանն այնուամենայնիվ աշխատանքից ազատման դիմում է գրել ու հեռացել։ Մինչ այս պահ նա դեռևս որևէ տեղ չի աշխատում, ըստ ամենայնի կզբաղվի փաստաբանությամբ, ինչով զբաղվում են պաշտոնաթող քննիչները, դատախազները, դատավորները։ Հիշեցնենք, որ Արտաշ Էսմայելյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել։